بسم الله الرحمن الرحیم. اولا که خوش آمد میگم خدمت همه شما اصحاب رسانه که تشریف آوردید و روند برگزاری 14مین انتخابات ریاست جمهوری اسلامی ایران رو دارید پوشش میدید. Նախ ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր գտնվում եք այստեղ, որպեսզի պաստորեն 14-րդ նախագահական ընտրությունները ներկայացնեք. امروز روز سرنوشت سازی برای مردم ایران و کشور عزیزمون جمهوری اسلامی ایران هست. Այսօր ճակատագրական օր է Իրանի ժողովրդի եւ Իրանի մեր երկրի համար. مردم ایران امروز رئیس جمهور خود رو برای 4 سال آینده تعیین میکنن. Այսօր Իրանի ժողովուրդը առաջիկա 4 տարվա համար ընտրում են իրենց նախագահին. این 14مین دوره انتخابات ریاست جمهوری در جمهوری اسلامی ایران هست. Սա 14-րդ նախագահական ընտրություններն են, որ անցկի եկածում Իրանի Իսլամական Հանրապետությունում. و نشون میده که دولت ایران و نظام جمهوری اسلامی ایران مبتنی بر آرای ملت و تصمیم ملت هست. Եվ սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը եւ այն համակարգային վարչակարգը, որը ստեղծվում է, դա հիմնված է Իրանի ժողովրդի քվեի եւ Իրանի ժողովրդի որոշման վրա. ما امروز برای ایرانی مقتدر، ایرانی آباد، ایرانی سعادتمند و ایرانی پیشرفته رأی خودمون رو به صندوق‌های رأی می‌ریزیم. Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ երջանիկ Իրանի եւ զարգացած Իրանի. رأی هر ایرانی رأی به آینده ایران، رأی به پیشرفت ایران و رأی به سعادت ایران و رأی به اقتدار ایران هست. Յուրաքանչյուր քվե դա դարձյալ կրկնում է դեսպանը հանուն երջանկության, հանուն զարգացման եւ հանուն Իրանի առաջընթացի է. از ابتدای شروع رأیگیری از ساعت 8 صبح امروز شهروندان ایرانی مقیم ارمنستان و یا کسانی که از ایرانیانی که به ارمنستان و ایروان سفر کردن به سفارت جمهوری اسلامی ایران اومدن و رأی خودشون رو در صندوق انداختن و نشون دادن که سرنوشت کشورشون براشون مهم هست. Այսօր առավոտյան ժամը 8-ից արդեն սկսվել է ընտրությունները մեզ մոտ եւ այն Իրանի քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում կամ այն զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Հայաստանում, այցելել են այստեղ եւ իրենց ձայնն են տվել նախագահական ընտրությունների եւ դա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը նրանց համար կարեւոր է. ما در شعبه ایروان 3 تا صندوق اخذ رأی داریم که یک صندوق در محل سفارت جمهوری اسلامی ایران در همین جاست، یک صندوق در مسجد کبود ایروان هست و یک صندوق هم برای بعضی از شهرهایی که ایرانی‌ها دور هستند یا ایرانیایی که در زندان هستند یا ایرانیایی که بیمار هستند و نمیتونن و توانایی اینکه خودشون بخوان بیان به صندوق‌های ثابت رأی بدن برای اونها در نظر گرفتیم که بتونیم در واقع آرای تمام ایرانیانی که در ارمنستان حضور دارن رو اخذ بکنیم. Ուրեմն պետք է նշեմ, որ 2 ընտրատեղամաս եւ 1 շարժական քվեատուփ է նախատեսված. Առաջին ընտրատեղամասը դա հենց դեսպանատան վայրում է գտնվում, երկրորդը Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդ շրջիկ ուրեմն այդ քվեատուփը նախատեսված է այն Իրանի քաղաքացիների համար, որոնք հիվանդ են եւ ինչ պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամաս կամ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի իրենք կարողանան իրենց ընտրությունը կատարեն. از ساعت 8 صبح تا 7 بعد از ظهر امروز زمان قانونی برای رأیگیری هست
و با توجه به استقبال مردم و دستورالعمل‌هایی که ما از تهران دریافت خواهیم کرد امکان تمدید این مهلت هم وجود داره. Ուրեմն նախատեսված է որպեսի առավոտյան ըստ օրենքի առավոտյան ժամը 8-ից մինչև 19:00 ուրեմն այս տեղամասերը բաց լինեն քվեարկելու համար, սակայն նաև սահմանված է օրենքով, եթե անհրաժեշտություն կլինի, կարող ենք այդ ժամանակը ավելացնել. من مطمئن هستم که در ارمنستان با جدیت و با حساسیت انتخابات در ایران داره دنبال میشه و امیدوار هستم که نتایج انتخابات امروز نتایجی پرخیر و برکت برای مردم عزیز کشورم و همینطور برای آینده ایران عزیز و همینطور برای روابط دوجانبه ایران و ارمنستان باشه. Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ, հետևողական եւ զգայուն հետևում են Իրանի նախագահական ընտրություններին եւ լիահույս եմ, որ այսօր ընտրությունների արդյունքում մենք ունենանք այնպիսի արդյունք, որը կլինի իմ սիրելի ժողովրդի, իմ երկրի եւ ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Քանի մարդ է Իրանում գրանցված, իրանցի քաղաքացի Հայաստանում գրանցված, որ պիտի մասնակցի կա այդպիսի տվյալներ։ آیا آماری دارید که در ارمنستان چند واجد شرایط ثبت نام هستند که در انتخابات میتونن شرکت کنن؟ ما آمارهای کنسولی داریم، اما اینکه چه تعداد ایرانی الان در ارمنستان حضور دارن ممکنه آمار دقیقی نداشته باشیم، اما این ممکنه بیان سفر بکنن برن یا به ایران برگشته باشن. اما آمارهایی که ما داریم در واقع بر اساس پرونده هایی است که ما در بخش کنسولی خودمون هست، اما اینکه دقیقاً چه تعداد الان در ارمنستان هستن و میتونن بیان رای بدن آمار دقیقی نداریم. Այն թիվը, որ մենք ունենք, դա համաձայն այն գործերի քանակի հետ է կապված, որը դիմել են մեր հիպատոսական բաժին, սակայն հստակ թիվ եւ տվյալ առ այն, որ այսօր ինչքան մենք Իրանի քաղաքացի ունենք Հայաստանում, հաշվի առնելով զբոսաշրջիկների մուտքը եւ ելքը եւ միգուցե այստեղ են եւ վերադարձել են Իրան, այս բանին հստակ թիվ չեմ կարող ներկայացնել. من از همین تریبون از طریق شما از همه هموطنان عزیزم ایرانیان مقیم ارمنستان درخواست میکنم که بیان و به سفارت یا به مسجد کبود و رأی خودشون رو به صندوق بندازن، برای همه اونهایی که ایران رو دوست دارن، برای همه اونهایی که به آینده ایران علاقه دارن و برای همه اونهایی که به آینده فرزندان خودشون در ایران علاقه دارن. Ուրեմն հենց այսօր այդ ձեր միջոցով ես փորձեմ կոչ անել մեր Իրանի այն սիրելի քաղաքացիներին, որոնք այժմ գտնվում են Հայաստանում, մոտենան ընտրատեղամասեր եւ իրենց ձայնը տան, քվեարկեն այս ընտրություններին, խոսքս վերաբերվում է այն իրանցիներին, որոնք իսկապես սիրում են Իրանը, իրենց համար կարևոր է Իրանի ապագան եւ ինչպես նաեւ իրենք հետաքրքրված են իրենց զավակների, իրենց հաջորդ սերնդի ապագայով. روز انتخابات در ایران روز شوره، روز شوق، روز شادیه. Իրանում ընտրությունների օրը դա շատ ուրախ օր է եւ մեծ ողջավորություն կա այդ օրը. Պարոն դեսպան, չեք կարծում կախված այն բանից, թե տեխնացուներից որ մեկը կընտրվի Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները ինչ փոփոխություն կկրեն կամ կկրեն արդյոք։ Ջամ Սաֆիր, جدا از که چه کسی به عنوان در واقع رئیس جمهور انتخاب خواهد شد؟ آیا تغییراتی در روابط ایران و ارمنستان اعمال خواهد شد یا غیر؟ ما سیاستمون نسبت به ارمنستان یه سیاست کاملا اصولی هست. Մեր քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ սկզբունքային է. و دولت هایی که در ایران سر کار میان در چارچوب اون سیاست اصولی
رفتار میکنن. Եվ այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են իրագործում։ سیاست اصولی ما در ارتباط با ارمنستان توسط عالی‌ترین مقام و مقام معظم رهبری اعلام شده و در ملاقات اخیری که با آقای نخست وزیر خدمت مقام معظم رهبری رسیدیم بار دیگر تاکید شد. Իրանի սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դա հնչեցվել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից եւ այդ քաղաքականությունը եւս ընդգծվել է վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ընթացքում, երբ վերջինիս հետ հանդիպել է։ چون شما دائما این سوال رو از من میکنید و منم این رو میخوام دوباره پاسخ بدم، ما تمامیت ارضی ارمنستان رو احترام میذاریم، ازش حمایت میکنیم. Հաշվի առնելով, որ հաճախակի եք դուք այդ հարցը հնչեցնում, պետք է եւս մեկ անգամ կրկնվեմ, որ մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ աջակցում ենք այդ مخالف قطعی تغییر مرزهای بین‌المللی و تغییر هر گونه تغییر ژئوپلیتیکی در منطقه هستیم. եւ մենք դեմ ենք միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը եւ ինչպես նաեւ աշխարհակաղակական ցանկացած փոփոխություն։ این سیاست اصولی هیچ وقت تغییر نمیکنه، چه دولت‌ها در ایران عوض بشن چه دولت‌ها در ارمنستان عوض بشن. Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի, անկախ նրանից թե Իրանում եւ Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել։ برای ما ارمنستان کشور بسیار مهمیه. Մեզ համար Հայաստանը շատ կարևոր երկիր է, همسایه خوب و نجیب ماست. մեր լավ եւ ազնիվ հարևանն է։ امنیت و منافع ملی دو کشور به هم دیگه گره خورده. Երկու երկրների անվտանգությունը եւ շահերը շահկապված են միմյանց։ و این سیاست اصولی تحت تاثیر تغییر دولت‌ها قرار نخواهد گرفت. Եվ այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխմամբ։ Պարոն դեսպան, 2 օր առաջ խորհրդարանը Իրանի հանձնարարել էր, որպեսզի հարցումներ իրականացնեն եւ այդ ժամանակ տեխնացուներից, այդ ժամանակ 6 տեխնացուներից որևէ մեկը 50%-ի շեմը չէր հաղթահարել եւ նշում էին փորձագետները նաեւ իրանցի եւ հայ, որ հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ լինի։ Այս ձեզ հնարավոր է, որ այսօր այդպես էլ նախագահ չընտրի Իրանը։ دو روز پیش در مجلس اعلام شد که بر حسب نظرسنجی که انجام شده برای 6 کاندیدی که مطرح بودن برای پست ریاست جمهوری اعلام شد که اون حد نصاب 50% در واقع تأمین نشده و کارشناسای چه ارمنی و چه ایرانی ارزیابیشون این بود که احتمال داره در واقع انتخابات به مرحله دوم سوق پیدا کنه. آیا ارزیابی شما در این خصوص چگونه است؟ ترجیح میدم این چند ساعت صبر بکنم ببینم چه اتفاقی میفته. Նախընտրում եմ մի քանի ժամ սպասեն եւ տեսնեմ թե ինչ կարող է լինել։ Պարոն դեսպան, օրեր առաջ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը։ Ինչպես է Իրանը գնահատում Հայաստանի կողմից կատարված այդ քայլը։ جناب صاحب چند روز پیش دولت ارمنستان دولت فلسطین رو استقلال فلسطین رو به رسمیت شناخت. ارزیابی شما در این خصوص چیست؟ ما موضع رسمی خودمون رو در ارتباط با این مسئله اعلام کردیم. Մենք մեր պաշտոնական դիրքորոշումը այս հարցի հետ կապված արտահայտել ենք։ ضمن تاکید بر موضع اصولی خودمون در قضیه فلسطین Մենք ընդգծելով մեր դիրքորոշումը Պաղեստինի հարցի նկատմամբ که شما میدونید موضع اصولی ما در قبال مسئله فلسطین عدم به رسمیت شناختن رژیم کودککش و جنایتکار صهیونیستی است. Դուք շատ լավ գիտեք, որ մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է, որ մենք չենք ճանաչում ուրեմն մանկասպան սիոնիստական ռեժիմը ضمن تاکید بر این سیاست اصولی خودمون از اقدام دولت ارمنستان در حمایت از تشکیل دولت فلسطین و حمایت از حقوق مردم فلسطین استقبال میکنیم. Սակայն մենք
ընդգծելով մեր այդ սկզբունքային այդ սկզբունքը եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք ողջ ունել ենք Հայաստանի Հանրապետության որդեգրած այդ դիրքորոշումը ուրեմն Պաղեստինի պետությունը ճանաչելու եւ ինչպես նաեւ Պաղեստինի ժողովրդի աջակցելու հարցում اقدام شجاعانه و مثبت دولت ارمنستان یک بار دیگر نشون داد که جامعه بین المللی حقوق حقی مردم مظلوم فلسطین رو در واقع به رسمیت میشناسه و در واقع تأکیدی است بر نفی جنایات و نقض جنایات رژیم صهیونیستی بر علیه زنان، مردان و کودکان فلسطین. Այս քաջ եւ դրական քայլը որ կատարվեց Հայաստանի Հանրապետության կողմից ցույց է տալիս որ իսկապես միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները եւ ինչպես նաեւ դեմ է հանդես գալիս այն ուրեմն իրավունքների խախտմամբ որը դրսևորվում է ուրեմն Պաղեստինի տղամարդկանց, կանանց եւ երեխաների նկատմամբ սիոնիստական ռեժիմի կողմից هر کس از فلسطین مردم فلسطین و حقوق فلسطینیا حمایت میکنه در سمت راست تاریخ ایستاده այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին, Պաղեստինի ժողովրդին եւ Պաղեստինի ժողովրդի իրավունքները, նրանք գտնվում են դարսամ տերոստե تاریخ ایستاده նրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում دیگه جنایات رژیم صهیونیستی کاملا بر جامعه بین المللی و جامعه بشری کاملا آشکاره այն հանցագործությունները, որոնք իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են ողջ աշխարհում։ و هر کس که در برابر این جنایات سکوت میکنه Եվ ով որ լռում է այդ հանցագործությունների դեմ, یا اینکه وقتی با بمب‌های فسفوری رژیم کودککش کودکان فلسطینی رو شهید میکنه و اسمش رو میذارن دفاع رژیم اسرائیل از خودش اینا همه در جنایات رژیم اسرائیل شریکن եւ այն երկրները, որոնք այն դեպքում երբ որ ֆոսֆորային ռումբերի հետևանքով երեխաներ եւ մանուկներ են կոտորվում իսկ սիոնիստական ռեժիմի կողմից եւ այս քայլը համարվում է որպես պաշտպանություն Իսրայելի կողմից իրականացված քայլ این کشورها چی هستند در جنایات رژیم صهیونیستی شریک դրանք մասնակից են սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններում خط قرمز اعلام کردید برای ایران حمایت از تمامیت ارضی ارمنستان Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մշտապես մեզ սպառնում է նոր պատերազմով, նոր ագրեսիայով։ Հնարավոր եւ մենք գիտենք Իրանի դիրքորոշումը նաեւ Սյունիքի հետ կապված։ Հնարավոր ագրեսիայի դեպքում, մասնավորապես օրինակ Սյունիքի դեպքում, Իրանը ինչպիսի գործողությունների կարող է լինել։ با توجه به این که ایران در مورد حمایت از تمامیت ارضی ارمنستان اعلام کرده و این خط قرمز است برای ایران ولی ما کماکان همچنان از سوی آذربایجان تهدیدهای جنگ و تهاجم رو میشنویم و همچنین ما میدونیم که استان سیونیک برای جمهوری اسلامی ایران استان مهمی است اگر چنانچه چنین تهاجم و حمله صورت بگیره جمهوری اسلامی ایران چه اقدامی من فکر میکنم وقتی که کشورها دارن ابراز تمایل به صلح میکنن Ես կարծում եմ, եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, باید از ادبیات تهدیدآمیز و ادبیاتی که در واقع روند گفتگوهای صلح رو تهدید میکنه پرهیز بکنن. նրանք պետք է ուրեմն իրենց խոսքերում չարտահայտեն, եթե սպառնալիք լեզվով պետք է սպառնալիք լեզվով չխոսեն, եթե խոսքը գնում է խաղաղության երկխոսության մասին. در مورد نوع همکاری‌های ما با
ارمنستان هم این بستگی به دولت ارمنستان داره. Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության հետ մեր համագործակցության ձևի մասին, դա կախված է արդեն Հայաստանի Հանրապետության ما مدتی داریم կառավարությունից։ که در تمام حوزه ها با ارمنستان در یک چارچوب تفاهم متقابل و منافع که بتونه منافع دو کشور رو تامین بکنه همکاری بکنیم. Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այնինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում համագործակցենք Հայաստանի Հանրապետության հետ։ حتی از جمله در حوزه نظامی این بستگی به دولت ارمنستان هر سطحی از همکاری ها به نظر من بین ما و ارمنستان امکان پذیره. منتها این باید در یک چارچوب تفاهم متقابل باشه. Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ուրեմն պայմանավորվածության